Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել քաղաքագիտության դոկտոր Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանն է հյուրս, շնորհակալ եմ պարոն Խաչիկյան հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, ես ուղղակի ասեմ, որ իսկապես ստացել եմ դոկտորի աստիճանը Ստենֆորդի համալսարանից, այնտեղ դասավանդել եմ որոշ ժամանակ, հետո ուրիշ համալսարաններում դասավանդել, քանի որ անընդհատ հարձակվում են այս ռեժիմի շնիկները, ուղղակի բան անենք, պարզաբան ենք, խնդրեմ, հայ, շարունակեք, խնդրեմ։ Այնպես որ ես ճիշտ ներկայացրեցի։ Դուք որևէ սխալ բան չեք ասել, դա անցյալում եղել է, ես հետո ուրիշ տեղել եմ նույնպես դասավանդել, հենց որ սա իրանց սիրած թեման է, գիտեք։ Հասկանալի։ Մենք անտեսում ենք եւ անցնում առաջ, եւ ես ուզում եմ այսօրվա իմ հարցազրույցը սկսել շատ կարեւոր, մեր բոլորի համար խիստ ցավոտ թեմայից, մեր հայրենակիցները, Արցախի ղեկավարությունը, նաև այլ զինվորներ ունենք, սովորական նաև քաղաքացիներ ունենք, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, գերված են, թշնամու բանտում են, եւ ես նկատեցի վերջի շրջանում, պարոն Խաչիկյան, որ ադրբեջանական բանտից արդեն երրորդ ուղերձն է ուղղվում կամ ահազանգն է ուղղվում հայ ժողովրդին, Ռուբեն Վարդանյանը, այնուհետև Դավիթ Իշխանյանը եւ երեք նաև մենք լսեցինք նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ահազանգը։ Ես ուզում եմ ընթերցել ձեր թույլտվությամբ մի փոքր հատված մեջ բերեմ նրա խոսքից, ասում է. Կոչ եմ անում բոլորիդ օգնել մեզ այս ուղղությամբ համայն հայությանը եւ բարի կամքի մարդկանց, ով է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ թե ինչ է կատարվում։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, սա ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային եւ ապագային։ Հիմա Դավիթ Բաբայանը դիմել է միջազգային մարդու իրավունքների պաշտպաններին եւ ուղղակի հայ ժողովրդին է դիմել, միավորվել եւ պաշտպանել մեր գերիների իրավունքները։ Նույն ընթացքում մեկ օր անց կամ թե երևի թե ժամեր անց էր, մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի արձագանքը հետեւյալ տարբերակով. Այն խոսույթը, որն օգտագործում են ընդդիմադիր ուժերը, չի նպաստում խնդրի լուծմանը, որովհետև Ադրբեջանն էլ է հետևում քաղաքական խոսույթին։ Եվ այսպես, կխնդրեմ ձեր գնահատականը, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, երբ հերթական անգամ մեղավորներ է փնտրում Նիկոլ Փաշինյանը, այս անգամ էլ պարզվում է գերիների հարցով զբաղման հարցում մեղավոր է ընդդիմության խոսույթը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչիկյան, խնդրեմ։ Այս մարդիկ, որոնց ես չեմ էլ ուզում մեկնաբանել, երկար ժամանակ մեզ ասում էին, մեզ մի խանգարեք, մենք զբաղվում ենք այդ հարցով, եթե հիշում եք, ինչ որ առաջընթաց լինելու է, քանի անգամ են դա ասել։ Ես հիշում եմ, որ մի քանի տարի դա խոստանում են, բայց մի խումբ, որը, այո, 8 տարի մի հատ ճիշտ բառ չի ասել։ 8 տարի այս մարդիկ առավոտը զարթնում են, մտածում են, էլ ինչ սուտ ասեն, էլ ոնց պլստան, էլ ոնց ինչ որ արդարացում գտնել, մեղք գցեն ուրիշի վրա։ Այս մարդիկ իրենց խոսքի արժեքը չգիտեն, փողոցային խոսակցության եւ պետական ղեկավարի խոսքի մեջ տարբերությունը չգիտեն։ Շատ ցավալի է, որ այսպիսի անտարբերությամբ մեր սեփական այսպես կոչված կառավարությունը վերաբերվում է այս հարցին։ Պարզ է, որ այդ մարդիկ ծանր պայմաններում են, անգամ Տրամպը հայ չլինելով, անգամ Տրամպը այդ հարցը բարձրացրեց եւ այս անձը մեր աղանդի ղեկավարը ասեց, որ պետք չի դրանով զբաղվել հիմա։ Եվ դրանք ասում են տարիներով, ինչու, որովհետեւ եթե այդ մարդիկ վերադառնան Հայաստան, իրենց համար կարող են լուրջ վտանգ ներկայացնել։ Այսինքն Ալիևը կատարում է իրենց խնդրանքը այդ մարդկանց պահել Բաքվում, որ նրանք չվերադառնան Հայաստան։ Սա շատ տգեղ է, որ մեր հասարակությունը սա հանդուրժում է, որ մենք ունենք այսպիսի ղեկավարություն եւ կարծում եմ պարոն Վարդանյանը եւ ուրիշները հազար անգամ մտածեցին, թե ինչքան բան են արել մեր ազգի համար, օրինակ պարոն Վարդանյանը որքան բան է արել Հայաստանի Հանրապետության համար եւ այդ հանրապետության ղեկավարությունը բացարձակ անտարբեր վերաբերվում է իրենց։ Եվ հետո երբ որ ստորագրվում էին այդ Արցախի հանձնման այդ փաստաթուղթը Պրահայում Եվրոպայի ճնշման տակ, եթե որևէ նորմալ երկրի ղեկավար այնտեղ լիներ, նա կպահանջեր առաջինը, որ արցախցիների անվտանգությունը ապահովի, որ նրանք մնան Արցախում անվտանգ պայմաններում, եւ երկրորդը, որ գերիներին ազատեն, բայց այդպիսի բան չեղավ։ Քանի որ մենք ունենք մի ուրիշ երկրի կառավարություն, սա մեր կառավարությունը չի, սա մեր հարևանների դեսպանատուրն է մեր տարածքում։
Եվ դուք ճիշտ հիշեցրեցիք, այո 21 թվականից Նիկոլ Փաշինյանը հիշում եմ քարոզարշավի ժամանակ այսպես բարձրախոսով 5 բղավում տարի։ էր տվեք ժամանակ, խնդրում եմ մեզ ընդամենը ասում էր 2 ամիս տվեք, որ เป զի մենք գանք իշխանության եւ զբաղվենք գերիների հարցով։ Հիմա գերիների հարազատները մոտենում են, ժամանակ էլ չունի ընդունելու։ Ավելին ասեմ, 1 տարի առաջ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ուղղակի ուզում եմ հիշեցնել բառացի իր խոսքը։ Կներես մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց այս գերիներին համարում եմ արդեն իրենք չկան։ Ես դրանից հետո գերիներից մի քանիսի հարազատներին հանդիպեցի, սարսափելի տառապանքի մեջ էին, որ ազգային ժողովի նախագահ հանդիսացող անձը արդեն համարում է, որ իրենց հարազատները չկան։ Սա նշանակում է, այս մարդիկ ոչինչ չեն անում։ Պարոն Խաչիկյան, հիմա չեն անում, չեն կարողանում անել, վախենում են Ալիևից, ուժները չի պատում, թե իրենք պարզապես չեն ուզում, որ այդ մարդիկ, դուք էլ ձեր մտքում ասացիք նոր, վերադառնան, որովհետև իրենց համար կարող են այստեղ գլխացավանք լինել, այսպես ասեմ, հա։ Ինչի է դուք։ Հնարավոր է որ վերջինը, հնարավոր է որ վերջինը։ Պարզ է որ ջանքեր չեն գործադրում, եթե այսպես են խոսում։ Դժվար է պատկերացնել որևէ նորմալ երկրում այսպես կոչված կառավարության անդամը այսպես խոսեր։ Բայց դա արդեն իրանց մեղքը չի, դա մեր մեղքն է, որ մենք 2 անգամ իրանց ընտրեցինք եւ մինչեւ հիմա մենք ունենք 20-25% մեր բնակչությանը, որ այս մարդկանց սատարում է։ Սա մեր մեղքն է, սա մեր հասարակության մեղքն է, ոչ թե արդեն իրենց մեղքն է։ Թող այդ հարցը տան այն մարդիկ, ովքեր ասում են, որ առանց այս անձի արևը չէր ծագի արևելքում, որոնք ասում են, որ ես եկել եմ արտասահմանից, որ ձեզ շոշափեմ, որոնք լաց են լինում այդ երբ որ տեսնում են իրան, ասում են, որ ես երեխայիցս կվերցնեի 20 տարի ձեզ կտայի։ Մենք գործ ունենք ծայրահեղ վիճակի հետ, որը մոտենում է աղանդին, այսինքն մենք ունենք աղանդ։ Աղանդի անդամները հենց այսպես են խոսում աղանդի ղեկավարի մասին։ Եվ աղանդը սովորաբար թիրախավորում է մարդկանց, ովքեր միայնակ են, մենակ են, տառապում են մենակ լինելուց, տրավմա են ապրել, անցյալում չսիրված են, այսպես ասած, մարդու սեր չեն տեսել եւ աղանդի ղեկավարը իրանց մոտ տպավորություն է ստեղծում, որ նա իրենց սիրում է, որ նա իրենց համար ստեղծում է մի համայնք, որտեղ նրանք այլևս մենակ չեն։ Սա մանիպուլյացիա է։ Եթե ուզում եք գնացեք YouTube, նայեք, տարբեր ինքնասպան աղանդներ շատ կան, Աումինրիկիոն կար Ճապոնիայում։ Նրանք հավատում էին, որ գալու է բան ապոկալիպսը եւ մարդկանց սպանում էին։ Նրանք քիմիական զենքով մտան Տոկիոյի մետրոն, Զարին գազով եւ տասնյակ մարդիկ սպանվեցին եւ ամենամեծ իհարկե դեպքը եղել էր Sun Temple աղանդի անդամների հետ, որոնք 900 հոգի ինքնասպանություն գործեցին իրենց աղանդի ղեկավարի հրամանով։ Ներառյալ հարյուրավոր թե տասնյակ մանուկներ, որոնց ծնողները ստիպում էին թույն խմել։ Այսինքն աղանդը դա սարսափելի վտանգ է, Աստված չտա ընտանիքի անդամը կամ ընկերը դառնա աղանդի մաս։ Եվ այս մարդիկ ցավոք սրտի դեռ ունեն որոշ աղանդի անդամներ, որոնք ասում են, նրանք Ղարաբաղը չեն տվել, Ղարաբաղը զիջել է երրորդ նախագահան կամ առաջին նախագահան, նա Մեղրին չի զիջել, Մեղրին երկրորդ նախագահան է զիջել, այսինքն մի ակնհայտ բան, որը չի եղել անցյալում, նրանք ներկայացնում են որպես իրականություն։ Սա նույնպես աղանդի նշան է եւ սա շատ վտանգավոր է։ Մեղքը մերն է արդեն, որ մենք սա հանդուրժում ենք։ Եվ հիմա մենք կանգնած ենք, հուսամ, որ այդ մեղքը շտկելու շեմին, քարոզարշավ է, հունիսի 7-ը առջևում է, փորձենք այդ մեղքից ազատվել։ Գիտակից արժանապատիվ հայը պետք է որ հունիսի 7-ին դեմ քվեարկի այս աղանդի ղեկավարին։ Թե մենք ինչ կունենանք, հիմա կփորձենք հասկանալ, արդեն այսօր 8-րդ օրն է քարոզարշավն ընթանում է։ Պարոն Խաչիկյան, ես վստահ եմ դուք ուշով հետևում եք գործընթացներին։ Կուզեմ հետևյալ հարցով սկսել քարոզարշավի հետ կապված մեր դիտարկումը։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ 2018 թվականն է եւ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել փողոց ասֆալտին ծեփելու տրամադրությամբ։ Հա, նորից բոլորին ընդդիմադիրներին հայոյախոսում է նրանց հասցեին, բերման են ենթարկվում անձիկ, ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար։
ամենավերջին հայրախոսությունները հիմնականում թիրախավորված է Սամվել Կարապետյան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք, այդ երեք հիմնական անձիկ են, որոնց նա անուն է արդեն դրել։ Ամեն օր կարելի ասել եթեր է դուրս գալիս նրանց ուղված որևէ քննադատական սուտ, նույնիսկ ծաղրում է ուղակի, հա, իր ոճի մեջ է ամբողջությամբ, բանտեր է նետում ընդամենը մարդկանց, սովորական մարդկանց բարեր ասելու համար։ Ես ուզում եմ, որ դուք գնահատեք այն դաժան իրավիճակը, որ գտնվում է հայ ժողովուրդն այսօր, նախընտրական համարվող այս իրավիճակը։ Իդեպ այդ վիճակում ենք նաև մենք լրագրողներս, մենք անգամ չգիտենք ինչպես մատուցել, որ հանկարծ դա չհամարվի սխալ խոսք, այն դեպքում, երբ որ այդ սխալ հայրախոսությունը, այդ ահավոր բառամթերքը ինքն է բերում դաշտ։ Հիմա ես կուզեմ լսել ձեզ, ինչու է նա այս բառամթերքով դուրս եկել ընտրապայքարի։ Պետք է որ օրինակ խոսեր խաղաղության, հա, իր ստեղծած խաղաղության մասին, այսպես կոչված, բայց դրա մասին էլ չի խոսում, նա հայոյում է։ Ինչու է որոշել ըստ ձեզ, պարոն Խաչիկյան, այսպես անցկացնել իր քարոզարշավը, խնդրեմ։ Որովհետև նա ասելու բան չունի։ Նա չի կարող ասել, որ ես բերեցի արժանապատիվ խաղաղություն։ Նա հանձնեց Արցախը, որտեղ ոչնչացվում են մեր եկեղեցիները, տաճարները, գերեզմանները, 120,000 մարդ դարավ փախստական։ Նա չի կարող դա ինչ-որ ձևով քողարկի։ Միայն կարող է իր այդ աղանդական այդ մեսեջները ուղարկել, որ դա երրորդ նախագահն էր հանձնել, բայց 10 տարի չգիտես ինչու, դա մնում էր հայկական։ Նա չի կարող դա բացել, նա չի կարող պաշտպանել այն փաստը, որ նա հանձնել է Մեղրին։ Մենք շատ անգամ ասել ենք, մի խաբեք ձեզ, սա տրիպ չէ, դրա անունն է տրիպ, սա Զանգեզուրի միջանցք է, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան դա անվանում են Զանգեզուրի միջանցք, արևմուտքում ամերիկացի վերլուծաբանների մեծ մասը սա անվանում է Զանգեզուրի միջանցք, եւ մենք զիջել ենք մեր տարածքը 100 տարով, որը հետո ընկնելու է Թուրքիայի ձեռքը։ Թուրքիան խելացի եւ շատ ուժեղ պետություն է, նրանք հիմար չեն։ Նրանք կանգնած են, սպասում են, երբ է դա ընկնելու իրանց ձեռքը, որից հետո մենք դա հետ չենք բերի։ Նա Մեղրին էլ է զիջել, նա դա էլ գիտի։ Երբ որ մարդիկ ասում են, դե պետք է ներդրումներ բերել դրա համար։ Ես վերջերս նայեցի մի ճանապարհ, մի ուղի պրոյեկտը Չինաստանի, ամբողջ աշխարհով նրանք ստեղծում են տնտեսական կապեր, ուղիներ, ճանապարհներ։ 140 երկիր մասնակցում է այդ բոլոր պրոյեկտներում։ 140 երկրի տարածքով անցնում են ճանապարհներ, երկաթուղիներ։ Որևէ երկիր 140 երկրից իր տարածքը չի զիջել 100 տարով մի ուրիշ երկրին։ Մեր կողքը անցնում է մի ուրիշ կարևոր գծերից մեկը, որը Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկիստանը, Թուրքմենիստանը եւ Իրանը միավորում է։ Այդ 5 երկրներից որևէ մեկը միջանցք չի տրամադրել։ Ուղղակի իրենց տարածքով անցնում են այս ուղիները։ Այսինքն այս հարցով էլ նա չի կարող խաբել եւ նա գիտի, որ որոշ մարդկանց մոտ եւ ոչ առանց հիմքի կան վատ ծանր հիշողություններ, ցավալի հիշողություններ անցյալի մասին։ Եվ նա անընդհատ դա օգտագործում է, հաշվի չառնելով, որ հիմա ինքն է դարել նախկին։ Նա 8 տարի իշխանություն ուներ։ Նա կարող էր շտկել այդ բոլոր պրոբլեմները, վերջապես այդ միլիարդները գտներ, այդ կղզիները գտներ, հետ բերեր, չստացվեց։ Մարդիկ տեսան, որ դա փաստորեն սուտ էր, նա չկարողացավ դա գտնել։ Որոշ գումարներ գտավ, բայց դա համեմատելի չէր նրա հետ, թե նա ինչ էր խոստացել, երբ որ նա գալիս էր իշխանության։ Ակնհայտ է, որ բոլոր խոստումները սուտ դարձան։ Երևանում, ասել եմ, գները հիմա Մոսկվայից, Լոս Անջելեսից, Փարիզից, Հռոմից ավելի բարձր են, իսկ մեր մարդկանց աշխատավարձը Եվրոպայի աշխատավարձի 10%-ն է, լավագույն դեպքում։ Ես չեմ խոսում իր օլիգարխների մասին կամ արտոնյալ արտիշնիկների մասին, ես խոսում եմ մարդկանց մեծամասնություն մասին, որոնք, ասենք, ստանում են 180,000 դրամ, դա համարվում է լավ աշխատավարձ։ Դա եվրոպական աշխատավարձի երևի 10%-ն է, իսկ մեր գները արդեն ավելի բարձր են, քան Եվրոպայի գները։ Նա դրա պատասխանը չունի։ Դրա համար ինչ է անում։ Նա գիտի, որ մարդիկ ունեն այդ սպին, այդ վերքը անցյալից եւ անընդհատ այդ կոճակը սխմում է։ Նա իր կողքը նախ կան եւ Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից եւ Թուրքիայից խորհրդատուներ, որոնք իրեն սովորեցնում են, թե ինչպես մանիպուլացնել մարդկանց։ Նա գիտի, որ այդ վերքը մարդիկ ունեն եւ անընդհատ այս կոճակը սխմում է։ Նախկինները։ Ինքն էլ է նախկին, նախ 8 տարի իշխանության է, դրանից առաջ էլ 20 տարի մասնակցել է առնվազն մեր քաղաքական կյանքին։
եւ նա մանիպուլացնում է մարդկանց։ Եվ ասել եմ, որպես աղանդի ղեկավար նա գիտի ում դա ուղի։ Այն մարդկանց, ովքեր լքված են իրենց զգում, հուսահատ են զգում, մենակ են, ինչ որ ցավ են ապրել, նրանք շատ հեշտ թիրախ են դառնում աղանդի ղեկավարի համար։ Այո, նա ուրիշ ասելու բան չունի, դրա համար է այսպես անում։ Մյուս կողմից կա մտավախություն, որ նա այսպես ընտանիքներ դուրս գալով, հա, ասենք ընդդիմության ղեկավարների տանիքի անդամներին է արդեն վիրավորում, Գագիկ Ծառուկյանի պարագայում տեսանք, անձնական բնույթի վիրավորանքներ է հասցնում, կա հետևյալ կարծիքը, որ փորձում է այդ կերպ մարդկանց հունից հանել, այսպես լարվածություն ստեղծել եւ օրակարգը փոխել, այսինքն որ բոլորը սկսեն ընտրությունների ընթացքում իրար հայոյել, ժողովուրդը հիասթափվի, ինչպես նկատել էր իդեպ Իշխան Սաղաթելյանը, ու չգնա ընտրության։ Սա մի տարբերակն է։ Մյուսն ես օրինակ կարծում եմ, որ ինքը նաև կարծես թե հիմքեր է ստեղծում բախումների, քաղաքացիական բախումների ինչ որ փուլում, դա գուցե կարող է լինել նաև հետընտրական զարգացումների ժամանակ։ Դուք ինչ կարծիքի եք, որտեվ այդ մասին նաև նախազգուշացում, այսպես որոշակի խոսք ասեց նաև առաջին նախագահը, որ ինքը վախենում է հետընտրական զարգացումներից։ Հնարավոր է, որ նա սադրում է։ Նա խոսում է այնպես, ինչպես նա գիտի։ Ինչ որ քաղաքական լուծումներ գտնել, դիվանագիտություն, անվտանգություն, տնտեսություն, դա իր խելքի բանը չի։ Նա դրա մասին չի կարող խոսել։ Նա անգամ առաջի տարին չկարողացավ առաջի կուրսը չկարողացավ ավարտել համալսարանում, նա ոնց խոսի դրա մասին։ Նա անում է այն, ինչ որ նա գիտի։ Սա իր երգն է։ Գիտեք, կան սերիալներ, որտեղ դերասանները ինչ որ դեր են խաղում տարիներով։ Նրանք այլևս ուրիշ դեր չեն կարողանում խաղալ։ Նրանք սովորեն այդ դերին։ Նա ուրիշ ասելու բան չունի։ Նա պետքա հայհոյի, վիրավորի։ Իդեպ, մեր ինտերվյուների տակը նայեք իր բոտերը, իր ֆեյքերը ինչ բառեր են գրում։ Ես արդեն ժպտում եմ, պարզ է, որ սրանք ֆեյքեր են։ Եվ հետո մի ուրիշ հարց։ Իսկ իրան որևէ մեկը պատասխանատվության ենթարկում է այս հայհոյանքների եւ վիրավորանքների համար։ Ոչ։ Իսկ Վազգենին եւ Նարեկին, որ նստածրեցին։ Բա ինչպես է լինում, որ արդարադատությունը միակողմանի է։ Բա ինչպես է լինում, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ հայոյում են, թքում են, սպառնում են, մարդկանց երեսին Երևանի կենտրոնում թքում են, նրանք ազատվում են պատասխանատվությունից։ Դուք տեսնում եք, որ սա բռնապետություն է եւ հազար ամոթ մեր եվրոպական ընկերներին եւ ամերիկյան ընկերներին, որոնք ցույց տվեցին, որ իրենց բոլոր խոսակցությունները դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին փուչիկ էր, որ դա սուտ էր, դա ուղղակի դիմակ է, որը նրանք հագնում են, երբ որ իրենց հարմար է եւ քննադատում են Ռուսաստանը, Բելոռուսիան, Կորեան, Չինաստանը եւ ուրիշ երկրները, Իրանը, երբ որ դա իրենց հարմար է եւ աչքերը փակում են, երբ որ դա իրենց հարմար է։ Շատ եւ շատ ամոթ ձեզ։ Մենք սա կհիշենք։ Դեպ ճիշտ եք նկատում, այո, հակակոռուպցիոն օրինակ դատարանը, կոմիտեն կներեք, կենտրոնացած է 1-2 ուժի վրա։ Հիմնականում ասենք ուժեղ Հայաստանն է թիրախավորված, գնում են այնտեղ, փորձում են ինչ-որ բաներ գտնել, գործեր կարել, նույն տարբերակով Հայաստան դաշինքի հետ են վարվում, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր եթերից իր ֆեյսբուքյան կամ մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, ջղաձգումների ժամանակ եւ մարդկանց է վիրավորում եւ քաղաքական ուժերին, այս մասին չեն տեսնում իրավական ուժերը իրավական դաշտում, փակ են աչքերը, չեն տեսնում նաև եվրոպացիները եւ մենք այն ինչի ականատես եղանք Պարոն Խաչիկյան, հայ այդ գագաթաժողովները եվրոպական որ տեղի ունեցան, եթե կային մարդիկ, որոնք մի քիչ ավելի հավատով էին առ Եվրոպա, կարծում եմ այդ հավատը լրիվ լուզվեց, որովհետև մարդիկ եկան, ինչ տեսանք, եկան այստեղ, հարթակը օգտագործեցին հակառուսական տրամադրություններ սերմանելու համար եւ գնացին, որի հետևանքները հիմա մենք զգում ենք մեր վրա։ Կուզեմ հենց դրան հիմա անդրադառնալ, փաստորեն Փաշինյանին հաջողվել է, որ ընտրությունները վերածի աշխարհաքաղաքական բախումների արևմուտք կամ Եվրամիություն Ռուսաստան եւ այդ մեջտեղում մնում է մեր փոքր երկիրը Այս մասին կուզեմ դուք խոսեք, որովհետեւ մենք դրանից հետո լսեցինք Պուտինի հայտարարությունը մարդը հստակ ասում է կողնորոշվեք ԵԱՏՄ-ում եք թե ԵՄ գնալու Եթե չեք կողնորոշվում, հանրաքվե արեք, մենք էլ փափուկ ուժով կորոշենք, կհասկանանք, կեզրակացնենք, ինչ կանենք։ Ես կուզեմ փոքր ինչ ներկայացնեք, հա, նաև Պուտինի այս արձագանքներին անդրադառնաք, խնդրեմ։ Պարզ է, որ իր արտաքին քաղաքականությունը այսպես կոչված նախ գոյություն չունի, դա հիստերիկ գորգորոցներ են, որոնք ամեն օր փոխվում են, ամեն ամիս փոխվում են։ Նա գնում է Մոսկվա, իրեն պահում է կուրկուրիձակի պես իր
թիմի անդամը գնում է Մատվիենկոին ծաղիկներ է տալիս եւ գրկում է, այսինքն մենք պետք է իրենց հիմա անվանենք KGB-ի ագենտ եւ ռուսաստրուկ եւ Ռուսաստանի գուբերնիայի մաս։ Գիտեք, մեր մոտ նախ ասել եմ, չկա էլիտա, չկա վերնախավ, մեր կրթական համակարգը քանդվել է եւ մարդիկ մտածում են երեխայի 10 տարեկան երեխայի աչքերով են նայում աշխարհին, ում հետ կկռվենք, ում կվիրավորենք, սրա հետ հաշիվներ կպարզենք, այսինքն չունենալով որևէ պատկերացում ինչպես է կատարում դիվանագիտությունը, նրանք այսպես են խոսում։ Ես ասել եմ, եթե դուք ուզում եք տեսնեք ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ, նայեք Հնդկաստանին, նայեք Չինաստանին, նայեք մեր հարևաններին, Ադրբեջանին, Թուրքիային, նայեք արաբական երկրներին, որևէ մեկը չի մտնում այս կռվի մեջ եւ թույլ չի տալիս, որ իրեն օգտագործեն կամ ստիպեն, որ նա ընտրի Ռուսաստան թե արևմուտք։ Որևէ մեկը թույլ չի տալիս, Ալիևը թույլ չի տալիս։ Եթե դուք չգիտեք դիվանագիտությունը ինչպես է արվում, նայեք ձեր հարևաններին, ուղղակի ընդօրինակեք։ Դա էլ ձեր մոտ չի ստացվում։ Ես ասել եմ, եթե նրանք ուզում են դուրս գալ ԵԱՏՄ-ից, թող դուրս գան հենց հիմա, դուրս եկեք։ Նրանք շատ լավ գիտեն, որ դա հնարավոր չի։ Դրա համար, այսպես ասած, բլեֆ են անում։ Նրանք սպառնում են իմանալով, որ դա հնարավոր չի։ Դրա համար ասում եմ, ուզում եք դուրս գալ, հենց հիմա էլ դուրս եկեք։ Ես շատ կտեսնեմ ինչ կլինի։ Հայաստանում, երբ որ դուք փակեք ատոմակայանը, մենք վերադառնանք 91, 92, 93 թվականների ձմեռները, որը մենք մինչև հիմա հիշում ենք։ Թե Երևանում ինչպես էին ընտանիքները հագնված, բաճկոններով հագնված, վառարանի կողքը քնում, այն մարդիկ, ովքեր վառարան ունեին, ինչպես էին մարդիկ, մանավանդ թոշակառուները, տարիքով մարդիկ միայնակ մահանում իրենց բնակարաններում, հետո իրենց հարևաններն էին գտնում մի շաբաթ հետո, որ մարդը մահացել էր, ոչ ոք չգիտեր, որ մութ էր, ցուրտ էր։ Ես կտեսնեմ, թե մեր գինին, կոնյակը, ջերմուկը, մեր լոլիկները որտեղ ենք մենք վաճառելու։ Ես նորից ասեմ, ես անընդհատ կրկնում եմ, հոգնում եմ, գիտեք, եթե դուք ուզում եք հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, մենք դա վաղուց սկսել ենք, իդեպ, դա բոլոր ղեկավարներն են ուզում անել, 17 թվականին Սերժ Սարգսյանի օրոք ստորագրվել էր ՍԵՊԱ պայմանագիրը, որպեսզի մենք զարգացնենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ։ Օրինակ, մեզ Եվրոպան կվոտա տար, որ մենք մեր արտադրանքը վաճառենք, ինչ որ մի մասը վաճառենք Եվրոպայում։ Եվրոպան մեզ տար, ես շատ անգամ ասել եմ, աշխատանքային վիզաներ, ոնց որ վերջապես իմ խոսքը տեղ հասավ, չգիտեմ, դա ես էի թե ոչ, բայց ես դա ամիսներով ասում եմ, աշխատանքային վիզաներ տվեք, որ մեր մարդիկ կարողանան աշխատեն։ Bez վիզա աշխատանքի իրավունք չի տալիս։ Դուք կարող եք գնալ 2-3 շաբաթ ֆրֆռալ, օրեկան բյուջեն մարդու բյուջեն օրեկան առնվազն 150 եվրո է, մինչև 200 եվրո։ Մեր բնակչության որ տոկոսը հնարավորություն ունի, օրինակ 2-3 հազար եվրո ծախսի արձակուրդ անցկացնելու Եվրոպայում։ Bez վիզը վատ բան չէ, բայց դա էլ չտվեցին։ Հիմա ես կարծում եմ մեզ պետք են աշխատանքային սեզոնային վիզաներ, որ մեր սեզոնային աշխատանքները այնտեղ աշխատավորներ այնտեղ գնան։ Մենք կարողանայինք այնտեղ վաճառել մեր արտադրանքը։ Մենք կարողանայինք ինչ որ ձևով տեխնոլոգիաներ ստանալ Եվրոպայից։ Այդ բաները ռեալ են եւ դրանց համար պետք չի կռվել Ռուսաստանի հետ, որովհետեւ ռուսական շուկան կորցնելուց հետո մենք նոր շուկա չենք ձեռք բերելու եւ մեր 300,000-ից 500,000 քաղաքացիները, որ վերադառնան Հայաստան, բնակարանների վարձը որ 4 անգամ բարձրանա, գործազրկությունը 4 անգամ բարձրանա, գները 10 անգամ աճեն, Ռուսաստանից փոխվենք, մենք սոված ենք ապրելու, լինելու է սով եւ ցուրտ։ Նրանք գիտեն, որ մինչեւ ընտրությունները, որ այս քայլը անեն, նրանք չեն ընտրվի։ Դրա համար դա գիտակցելով ուղղակի սպառնում են, բլեֆ են անում, իսկ հետո հնարավոր է, որ եթե նրանք Աստված չտա, մնան իշխանության, քայլ առ քայլ, այո, այս բոլոր բաները անեն եւ մենք էլի տուժենք իրենց պատճառով։ Մեզ համար լավագույն տարբերակը կլիներ եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ ունենալ լավ հարաբերություններ, ստրատեգիական հարաբերություններ, որը մենք չփչացնեինք, ինչպես արեցինք 18 թվին, որից հետո կորցրեցինք Ղարաբաղը։ Չեմ ասում, որ Ռուսաստանը մեղք չունի, ունի, բայց մենք էլ մեր մեղքը ունենք։ Եվ այո, մեր հարաբերությունները հաստատել եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առանց ծնկի գալու, առանց ամեն ինչ զիջելու։ Եվ հիմա շատ կարեւոր հարց։ Իրեն հարցնում են 300,000 ադրբեջանցի վերադառնալու են Հայաստան, թե ոչ։ Նա մեկ մերժում է, մեկ ասում է ես 300,000 քաղաքացի, Հայաստանի քաղաքացի կվերադարձնեմ։
Այսինքն հարց է կանգնում, դա նշանակում է մենք իրենց քաղաքացիություն ենք տալու, երևի տալու ենք, եթե նրանք վերադառնալու են։ Եվ ադրբեջանցիները հրապարակում են քարտեզներ, որտեղ ցույց են տալիս, որտեղ են նրանք ապրել սովետական ժամանակ, որտեղ են վերադառնալու։ Մեծ մասը դա Սևանն է, Վարդենիսի շրջանը, մոտ 30 գյուղ իրենց բանի քարտեզի վրա կա։ Եվ Սյունիքում դա Ղափանից մինչև Նախիջևան այդ գիծն է, Գեղի, Ղափան Գեղի այդ գիծ, այնտեղ մի 30 գյուղ կա, որտեղ ադրբեջանցիները պետք է վերադառնան։ Դա ինչ է նշանակում, որ մեր տարածքում լինելու է մի շրջան, որտեղ կոմպակտ ապրում են ադրբեջանցիներ, որոնք մի օր կզարթնեն, կասեն մենք ինչու պետք է ապրենք Հայաստանում, եթե աչից ձախից Ադրբեջան է, իսկ մենք չգիտես ինչու ռուս բոլշևիկների որոշմամբ պետք է ապրենք Հայաստանի տարածքում, որը իդեպ արևմտյան Ադրբեջան է, դուք այստեղ չէիք ապրում, ռուսները ձեզ բերեցին այստեղ, որից հետո անմիջապես բարձրացվելու է իրենց ինքնավարության գոնե հարցը, ցանկացած վիճաբանության գործում 24 ժամում այնտեղ մտնելու է Ադրբեջանի բանակը եւ Սևանի արևելյան ափը, նրանք արդեն այնտեղ այդ կետերը դրած է եւ Ամասիայի շրջանում շատ կա, Վանաձորի, նայեք այդ քարտեզին, թող այդ մարդը բարձրաձայն ասի, որ թույլ չի տալու, որ վերադառնան 300,000 ադրբեջանցի, որովհետև մինչև օրս ցանկացած պահանջ նա կատարել է։ Ալիևը ինչ որ ասել է, նա կատարել է, անգամ մեր եկեղեցու վրա է հարձակվել։ Երբ որ մեր եկեղեցին պաշտպանում էր Արցախի մշակութային ժառանգությունը, նա հարձակվեց մեր եկեղեցու վրա։ Մի բան չի եղել, որ Ալիևը ասի, սա չանի։ Եվ Ալիևը ասում է, դուք մեզ օր ասեք, երբ ենք մենք վերադառնալու Հայաստան։ Կրկնեմ, եթե չլիներ պատերազմը 35 տարվա, եթե լիներ արժանապատիվ, քիչ թե շատ հավասար պայմաններով խաղաղություն, եթե ասենք Ալիևը համաձայնվեր, որ ղարաբաղցիները մնան գոնե ադրբեջանական անձնագրերով, մնան Ղարաբաղում եւ ապահովեր իրենց անվտանգությունը, եթե չլիներ 7 հարձակում Հայաստանի վրա եւ 5000 զո, այդ որ տենց բռնկվում է այդ 5000 թվից, այդ թիվը տալիս է ամերիկյան սենատի անդամ Ռոբերտ Մենենդեսը, նենց որ թող գնա իրան հարցնի, ոչ թե գորգորա փողոցներում, որովհետև իր համար ամերիկացին աստված է։ Եթե ամերիկացին ինչ որ բան անում է, նրանք ծնկի են կանգնում, ասում են այո, դուք ճիշտ եք։ Դե գնացեք ծնկի կանգնենք։ Այդ 5000-ը հենց այնտեղից է։ Եթե այդ ամենը չլիներ, այո, բոլորս կողմ կլինենք։ Այո, պետք է խաղաղ ապրել Ադրբեջանի հետ։ Ժամանակի ընթացքում, այո, հնարավոր է, որ որոշ մարդիկ վերադառնան Ադրբեջան, որոշ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան, բայց սա կատարվում է միակողմանի ձևով, միանգամից massայաբար եւ Ադրբեջանում կա արդեն Հայաստանում ապրող ադրբեջանցիների համայնքի ղեկավարը, այսինքն նրանք արդեն պլաններ ունեն։ Մենք պլան չունենք Ադրբեջանում հայերի համայնքի ղեկավար նշանակել Շահումյանի շրջանում կամ Կիրովաբադում նախկին, կամ Սումգայիթում կամ Բաքվում։ Մենք այդպիսի բաներ չենք ասում։ Մենք ունենք Արցախ, որը սա հանձնեց։ Երբ որ այնտեղ նոյեմբերի 9-ի պայմանագրով հայերը մնում էին, նա հանձնեց, այսինքն մենք ամեն ինչ զիջում ենք, նրանք ամեն ինչ ստանում են։ Սա խաղաղություն չի։ Սա նշանակում է, որ հաջորդ քայլը լինելու է նրանց վերադարձը, հետո ի դեպ մի բան էլ ասեմ եւ վերջացնեմ։ Քանի մարդ է մասնակցել Ղարաբաղյան առաջի եւ երկրորդ պատերազմներում։ Երևի հազարավոր։ Նրանք որտեղ են հիմա ապրում։ Մեծ մասը Հայաստանում է։ Եթե նրանք վերադառնան Հայաստան, ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, սա ընտրվի նորից, հաջորդ պահանջը արդյոք չի լինի հանձնել որոշ մարդկանց, որոնք մասնակցել են պատերազմում, որովհետև նա մեզ անվանում է terrorist։ Նա ասում է, որ մենք terrorist ենք։ Իսկ այս մարդը ամեն ինչ ասում է, այո, ճիշտ է, լավ ես անում, արի գնանք կոֆե խմենք, տեսակ ոնց է իրան պահում։ Այսինքն, եթե նա Բաքվում պահում է մեր ղեկավարներին, որոնք ի դեպ, ինչպես ասեցիք, կոչ են անում իրենց օգնել, սրանց վեճը չի։ Եթե այն մարդիկ այնտեղ են, նա ասում է դուք ֆաշիստ եք, դուք terrorist եք։ Բա որ իր ազդեցությունը հաստատի Հայաստանում լիովին։ Այս անձի ընտրվելուց հետո նա հարց չի տա, իսկ ով էր եկել Ադրբեջան պատերազմի ժամանակ, դուք ինչ իրավունքով եք անցել մեր պետական սահմանը, իդեպ այնտեղ կային ոչ միայն զինվորներ, այլ նաև բժիշկներ, հասարակական գործիչներ, իդեպ մի անձի սեփական մարմիններ այնտեղ, եթե ես ճիշտ եմ հիշում, ապարում էր Շուշիում, չէ՞, եւ ասում էր ես բոլոր հայերի վարչապետն եմ։ Դե իրան գործը չի հասնի, իհարկե, նա անկա կխնդրի, որ իրան չնեղացնեն, բայց անգամ իր ընտանիքի անդամներն էին այնտեղ, քաղաքական գործիչներ էին այնտեղ, զինվորներ էին այնտեղ, իսկ արդյոք Ադրբեջանը չի պահանջի, որ այդ մարդիկ կամ հանձնվեն Ադրբեջանին կամ պատժվեն հենց Հայաստանում։ Եվ մի մարդ, որը ձեռք է բարձրացրել մեր եկեղեցու վրա, ինչու պետք է կանգնի։ Նա չի կանգնի։ Հիմա գուցե նորից մեզ լսողներն ասեն, որ
Արթուր Խաչիկյանը շատ տխուր պատկեր ներկայացրեց, բայց սա Եկեք ուրախանանք։ էլի առիթ եմ ունեցել արձանագրելու, որ դա ոչ թե տխուր պատկեր է, այլ դրանք փաստերի վրա հիմնված, որ մեծ հավանականությամբ իրականություն դառնալու ընթացք ունեն։ Եվ մենք տեսնում ենք, որ դա իրականություն կարող է դառնալ։ Տեսեք, պարոն Խաչիկյան, նաև հետևյալ վտանգը կա։ Այդ 300,000, թե չգիտեմ ինչքան եկողները, եթե Աստված ոչ անի, որ դա լինի, ադրբեջանցի կոչված, եթե պետք է գան ինչ-որ հատված, կա կարծիք, կա նույնիսկ համոզմունք, որ սովորական բնակիչներ չեն գալու։ Դրանք լինելու են հանցագործներ, բանտերից ազատված, ագենտներ, չգիտեմ, գուցե ահաբեկչական ինչ-որ խմբավորումների անդամներ, որովհետև նրանց նպատակը Հայաստան ուղարկվելու ոչ թե ուղղակի խաղաղ բնակվելն է, այլ ներսից Հայաստանը պայթեցնելը։ Այսինքն մենք լուրջ խնդիր ենք ունենալու։ Մենք ամեն մի հայ տանից դուրս գալուց խնդիր է ունենալու եւ մենք ոչ թե հիմա ահաբեկում ենք մեր ժողովրդին, այլ պարզ իրազեկում է սա, ինչ ճակատագիր կունենանք, եթե հունիսի 7-ին սխալվեն նորից կողմ քվեարկեն այս մարդուն։ Դուք տեսնում եք նման հնարավորություն, նման վտանգ, հա, ահաբեկչական կարող են ինչ-որ կառույցներ, կազմակերպությունների անդամներով լցվի մեր երկիրը։ Բացառում եք, չի բացառում։ Եկեք նայենք որոշ փաստերի։ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցքում հայի երես չտենամ։ Ասում է այդպեսի բան։ Այսինքն, եթե մի երկրի ղեկավար խաղաղություն է ուզում մեզ հետ, նա ինչու է ասում ձեր երեսը չտենամ։ Եթե նա ուզում է խաղաղություն, ինչու են պայթեցնում մեր տաճարները։ Այո։ Ինչու են քանդում մեր գերեզմանները։ Ինչու են պահում մեր գերիներին, իրենց բանտում չեն արձակում։ Ինչու թույլ չեն տալիս, որ գոնե ղարաբաղցիները վերադառնան իրենց տուն, ասենք որպես ադրբեջանի քաղաքացիներ։ Միակողմանի խաղաղություն չի լինում։ Երբ որ ձեր հակառակորդը ասում է, որ ես ձեր ստանալիք բան ունեմ ձեզանից, դա չի լինում։ Հետո ոչ ոք չի ասում, որ ադրբեջանցիները բոլորը վատ մարդ են։ Ոչ, ես շատ լավ նորմալ ադրբեջանցիներ եմ ճանաչել իմ կյանքում, անգամ մեր ընտանիքը ժամանակին ընկերներ ուներ Ադրբեջանից, դա խնդրեմ չի։ Բայց արդյոք մենք համոզված ենք, որ 300,000-ի մեջ չի գտնվի գոնե 10 հոգի, որոնք հիշելու են պատերազմը, որոնք ասելու են դուք մեր նախնիների վրա հարձակվեցիք, դուք իմ պապիկին, տատիկին սպանեցիք։ Մեզ հիշացնելու են Խոջալուն, որոնք նրանք համարում են ցեղասպանություն։ Արդյոք այդ 300,000 մարդու մեջ չի լինի 10 հոգի, որոնք քար են գցելու հայերի մեքենայի վրա, կամ ասելու են, որ այս գյուղը նույնպես ադրբեջանական էր, սա ձերը չէր։ Վիճաբանություն չի սկսվելու, եւ դրանից հետո քանի րոպե կանցնի, մինչեւ ադրբեջանական բանակը մտնի Հայաստան։ Ոնց է կարծում։ Այս մարդն էլ ասի, որ Հայաստանը երբեք հայկական չի եղել, մենք միշտ ադրբեջանցիների հետ ենք ապրել, եւ եթե ադրբեջանցիները ուզում են, որ մենք այստեղից դուրս գանք, դե եկեք դուրս գանք եւ դուք ուղղակի ինձ լսեք, ինձ հավատացեք, Հայաստանը պահենք մեր սրտում եւ գնանք Կրասնոդար կամ ինչ որ ուրիշ տեղ։ Դա որքան ժամանակ կտևի։ Գիտեք, ես գլուխ չգովամ, ես 35 տարի Սփյուռքում Հայաստանում ասել եմ, որ Թալանը մեր կրթական համակարգի ջարդելը, այդ քանդելը դա բերելու է Հայաստանի վախճանին։ Ինձ ոչ ոք չէր լսում։ Ներառյալ Սփյուռքի մեր կազմակերպությունները մի քանի անգամ խոսացել եմ, ոչ ոք չի լսում։ 16 թվականի պատերազմից հետո 4 օրվա պատերազմից ասեցի Ադրբեջանը վերադառնալու է, Ադրբեջանը գտավ մեր թույլ տեղը։ Մի քանի տարի հետո լինելու է նոր պատերազմ, Ադրբեջանը հաղթելու է, մենք Ղարաբաղը կորցնելու ենք։ Այդպես էլ եղավ։ Երբ որ 22 թվականին Ռուսաստանը սկսեց իր կոնֆլիկտը Ուկրաինայի հետ, ես ասեցի Թուրքիան, Ադրբեջանը օգտվելու են սրանից եւ հայաթափելու են Արցախը։ Դրանից առաջ, երբ որ այս ղեկավարությունը սկսեց խաղեր տալ Արևմուտքի հետ եւ Ռուսաստանի հետ թշնամանալ, ես ասեցի մենք կորցնելու ենք Ղարաբաղը։ Մի արեք, սա վատ է վերջանալու։ Երբ որ մեզ խոստումներ են տալիս, որ մենք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ, Ֆրանսիան, Ամերիկան գալու են մեզ օգնելու, մեր այդ կիսախելագար այդ դերասանների թատրոնը, որը ասում էր, որ մենք Պելոսիի շորի տակ կպահկվենք, նա մեզ կօգնի։ Այդ բոլոր խելագարությունները, որ ասում են, ես ասում եմ, մի հավատացեք դրան։ Արևմուտքը այո, մեր ընկերն է, մեզ կարող է աջակցել շատ հարցերում, բայց ռազմական օգնություն այստեղ չի լինելու։ Եվ նույնպես ճիշտ այդպես էլ ստացվեց։ Այսինքն, եթե դուք ուզում եք ուրախանալ, ուրախացեք, Ժորժ ջան, ով է ասում մի ուրախացեք, բայց իմացեք, որ հունիսի 7-ին դուք որոշելու եք, դուք փախստական դառնալու եք, թե ոչ։ Փախստական դառնալը լավ բան չի։ Ես ասեմ ձեզ, որ ես երկար տարիներ ապրել եմ Արևմուտքում, ես շատ սիրում եմ Արևմուտքը, բայց իմանալ, որ քո հետևը կա Հայաստան, որտեղ դու տուն ունես, դա մի բան է, եւ դա ձեզ հզոր ուժ է տալիս։
բայց իմանալ, որ դուք ճամպրուկներով եկել եք ֆրանսիացի, ամերիկացի, գերմանացիների մոտ եւ ասում եք, որ դուք փախստական եք դարել, որ դուք այլևս երկիր չունեք ու ձեզ պետք է աշխատանք գտնել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Ու նրանք ձեզ ուրիշ աչքերով են նայելու։ Դուք դառնալու եք Սիրիայից փախստականների նման, Ուկրաինայից փախստականների նման։ Հայրենի կորցնելը լավ բան չի։ Պետք է հունիսի 7-ին շատ ուշադիր մտածեն։ Մերոնք ես որ չմոռանամ, ասեմ, ես կոչ կանեի բոլորին գնալ ընտրությունների, ընտրել ձեր ցանկացած մարդուն ընտրել, բացի այն մարդկանցից, ովքեր մեզ բերեցին այս ողբերգությանը։ Եթե կարծում եք, որ ձեր տեխնացուն շեմը հաղթահարում է, անպայման ընտրեք, եթե դուք կարծում եք, որ չի հաղթահարելու, մի ընտրեք, որտեղ այդ ձայնը գնալու է սրանց։ Այդքան բան։ Եվ ասեմ նաև, որ այո, հարցակում է եղել 24 TV News-ի YouTube-ի վրա, ես Edge-ի վրա եւ սոցցանցերի վրա, սա իմ համար անակնկալ չէր, քանի որ իմ վրա էին հարցակվել անցյալ տարի, երբ որ Դոնոսավանի քաղաքապետը փորձեց քրեական գործ տալ վրես եւ այն գիտեք, այդ գործ տվողների միության նախագահն է, նա անընդհատ գործ է տալիս մարդկանց վրա, երևի պետք է շատ པարծենա, որ այսքան տղամարդ տղա է, հետո փախնում ԱԱՑ-ի մեջքի հետևը պահկվում է, դա իսկական տղամարդիկ այդպես են անում։ Եվ պատրաստ եղեք, որ մեր բոլորի սոցցանցերը կարող են փակել։ Դրա համար ասում եմ, խնդրում եմ գնացեք, քվեարկեք, ձեր ձայնը, ես չեմ ասում ում քվեարկեք, ում ուզում եք քվեարկեք, մենակ տանը մի մնացեք, որովհետև այս խումբը իր էլեկտորատը կազմակերպում է, պատրաստում է, ցուցակներով բերելու է, ոնց որ Գյումրիում արեց, ավտոբուսներով բերելու է, համ էլ բան վերցրեք ձեր հետ կամ մոմ կամ ֆանարիկ, որովհետև լույսը անջատելու են էլի վերջում։ Պարոն Խաչիկյան, անկեղծ ասած, շատ այսպես մտորելու փաստեր բերեցիք, մասնավորաբար որպես լրագրող նաև խիստ անհանգստացած եմ, այն ինչ կատարվում է դաշտում մամուլի, լրատվական դաշտում, YouTube-ի հարթության մեջ, տեղեկատվական պատերազմի մեջ ենք բարիբուն իմաստով։ Այսինքն մեր ժողովրդին ամեն կերպ փորձում են տարբեր կարծիքներից, տարբեր մտքերից կտրել, միայն թողնել հանրային հեռուստատեսության հույսին, որը այս պահին մեկ քարոզ է իրականացնում, դա Նիկոլ Փաշինյանի վերարտադրության քարոզն է եւ կարծում եմ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, հույս ունեմ, որ այդ գիտակցումը կա, գիտեք, պարոն Խաչիկյան, այ հիմա քարոզարշավին երբ հետևում եմ, երբեմն տեսնում եմ, որ թեպետ այսպես գնում է Փաշինյանը շրջապատված ոստիկանական շարքերով, հա, իր թիկնապահներով եւ այլն, բայց հանկարծ այդ հատվածը ճեղքում մտնում են մարդիկ, որոնք հարցեր են հնչեցնում, որ Արցախը դու ես վաճառել, որ Արցախը վաճառելուց հետո էլի ես պատրաստվում տարածքներ զիջել, Հա, տեսա։ 1000 տղելքին դու ես զոհել, մարդիկ ասում են քեզ են կընտրել, հիմա չեն կընտրելու, սա ամենամեծ կարծում եմ ցավն է, որը դառնում է նաև Փաշինյանի ջղաձգումների պատճառ, հա, մենք իր ռեակցիայից դա զգում ենք։ Հիմա քարոզարշավին կանդրադառնամ եւս, բայց ես ուզում եմ Ալիևի պահով, եթե կարելի է, հա, եթե նա գնում է խաղաղության, ինչու է վիրավորում հայ ժողովրդին։ Այ դուք ասեցիք լավ ադրբեջանցիներ եք տեսել, ես չեմ բացառում, որ կլինեն, բայց այն Իհարկե կան, իհարկե այո, կան։ պարոն Խաչիկյան, բայց այն քարոզը, որ պետական մակարդակով իրականացվում է հայի եւ հայության Հայաստանի դեմ, ես չեմ կարծում, որ այսօր կլինեն այդ ասած բարի ու լավ դրական այսպես վերաբերմունք ունեցող առհայը հայ ժողովուրդը ադրբեջանցիներ, որովհետեւ մանկապարտեզից իրենք արդեն 30 տարի է դա գնում է։ Հիմա առավել եւս։ Հիմա տեսեք, հունիսի 18-19-ին Բաքվում պիտի կայանա այդ վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան։ Եվ հիմա հայտարարվում է այդ մասին ու հստակ ասվում է, որ մենք գնում ենք տարածքներ վերցնելու այդ երկրից, որը սեպարատիստներ են այնտեղ, որոնք մեր երկիրը զավթել են։ Տեսեք, Ալիևը մեզ ինչ է ասում է ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները թերևս պետք է հայերը ուսումնասիրեն հոգեբուժների, հոգեբանների, բժիշկների կողմից, այսինքն դիմեն բժիշկներին, հոգեբուժներին, այսինքն մեզ ինչի տեղ է դնում այս անձը, չստանալով զրո արձագանք Նիկոլ Փաշինյանի կողմից, հակառակը Փաշինյանն ասեց շատ եմ ուզում գալ Բաքու։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, լավ է, այս ինչ խայտարակ խաղ է, որ դրել են մեր ժողովրդի առաջ իբր խաղաղության անունով, ուզում եմ որ այդ մասին հիմա ասեք, որովհետև այդ խայծը կուլ է տվել մեր ժողովուրդը։ Ասում են
խաղաղություն ենք ուզում, գնանք քվեարկենք Փաշինյանի օգտին։ Ուզում եմ ապացուցենք փաստերով չի կարող լինել խաղաղություն, եթե Ալիևը նման հայտարարություններ է անում, Բայրամովը նման հայտարարություններ է անում։ Խնդրեմ ձեր դիտարկումը այս առնչությամբ։ Դուք ճիշտ նշեցիք, այո, Բաքվում կայանալու է այդ կոնֆերանսը վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան, այդ փաստը կա, այսինքն եթե նրանք խաղաղություն են ուզում, ինչու են այսպիսի կոնֆերանսներ անցկացնում եւ մեզ անվանում Արևմտյան Ադրբեջան։ Այդ դա պետք է ցույց տալ այն մարդկանց, ովքեր դեռ կարող են մտածել եւ դուրս գալ իր աղանդից, որովհետեւ աղանդից դուրս գալը շատ դժվար բան է, դուք ճնշման տակ եք գտնվում, դուք այլևս ինքնուրույն մտածելակերպ չունեք, ինքնուրույն մտածելու ձեր ունակությունը կորցնում եք։ Աղանդի ղեկավարներին հիմա մեր Հայաստանում ես տեսել եմ մոտավորապես ոնց են ղեկավարում, ստեղծվում են WhatsApp-ի խմբեր, ստեղծվում են SMS-ների խմբեր եւ իրենց ուղարկում են մեսեջներ, որոնք նրանք սկսում են կրկնել։ Այսինքն նրանք իրենց գիտակցությունը այլևս չեն օգտագործում։ Ուղղակի լսում են թե իրենց ինչ են անում։ Այ իրանց այդ մարդկանց ցույց տվեք։ Դուք խաղաղություն եք ուզում, երբ որ նրանք ասում են դուք պետքա գնաք ստեղից։ Սա Արևմտյան Ադրբեջանի։ Դուք այսպիսի խաղաղություն եք ուզում, որ Հայաստան չլինի։ Եթե ուզում եք օգնենք ձեզ, փաստաբան գտնենք, հենց հիմա էլ green card ստացեք, Հայաստանից հեռացեք։ Եթե դուք Հայաստան չեք ուզում, ինչու եք ստեղ ապրում, գնացեք, մենք ձեզ կօգնենք, մենք փաստաբան կգտնենք, գնացեք։ Բայց եթե դուք ուզում եք Հայաստանում մնաք, հասկացեք, այս մարդուն ընտրելը նշանակում է նա շարունակելու է ամեն ինչ զիջել։ Սա միշտ զիջում է։ Ոչ ոք չի ասում, որ պետքա պատերազմ լինի Ադրբեջանի հետ, ոչ ոք չի ասում, որ այնտեղ հրեշներ են ապրում, ոչ, բայց այո, եղել է պատերազմ 30 տարի, այո, դպրոցներում սովորացնում են հայերին ատել, ցավոք սրտի։ Եվ այն մարդկանցից, ովքեր վերադառնալու են, մի մասը չեն մոռանալու ոչ պատերազմը, ոչ իրենց սովորած ատելությունը, եւ ցանկացած վիճաբանության դեպքում Ադրբեջանը անելու է նույն բանը, ինչ որ Թուրքիան արեց Կիպրոսում 1974 թվին, բանակը մտնելու է Սյունիք։ Դրանից հետո մենք 100 տարի էլի գնալու ենք Փարիզ, Վաշինգտոն, բանաձև պահանջենք, որ բանաձև ընդունվի, որ Սյունիքը ժամանակին հայկական էր։ Դա մեր սիրած գործն է։ Եվ պետք է ասեմ, որ շատ հուսահատված են որոշ ընդդիմության գործիչներով, քանի որ նրանք 5 անգամ տապալելով բողոքի շարժումը շարունակում են վերադառնալ, շարունակում են տապալել եւ իրենց եսասիրությունը ավելի բարձր են դնում, քան մեր ժողովրդի շահերը։ Այ դուք արդեն անցաք այն հարցին, որը հիմա ես ուզում էի ձեզ հնչեցնել, վերլուծեցինք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, որը ուզում նաև արձանագրել հստակ, որ հակահայկական բնույթ ունի, դա էլ է շատ հետաքրքիր, հա, այդ հակահայկականությունը ում է ցույց դնում, երևի իր տերերին մեսիջ է ուղարկում, որ ես գալիս եմ դա եմ անելու, սա եմ անելու, սա եմ անելու։ Հիմա շատ կարևոր է, թե ինչպես է դրան հակադարձում ընդդիմությունը, դուք սկսեցիք արդեն հարցի պատասխանը, կխնդրեմ ամեն դեպքում ընդդիմության այս փուլում քարոզարշավը դուք ոնց եք գնահատում, արդյունավետ է թե ոչ։ Իդեպ այսօր ես լուրերով տեղեկացա, որ Փաշինյանը հրահանգել է իր այսպես թիմի անդամներին հատ-հատ մտնել ամեն մեկի տուն։ Այդ մասին ինձ ասել էին 1996 թվականի պատերազմի ընտրությունների մասնակից անձանցից մեկը, ասաց մեկ մտել ենք մարդկանց տները, բացատրել ենք եւ դա տրամադրություն է փոխել ժամանակին, երբ որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն էր դրված։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն գործիքակազմն է օգտագործում, բոլորը հրահանգված են ԿՊԱ-ականները, կապ չունի, ասում է, պաշտոն ունեք թե ոչ, նախարար եք թե պատգամավոր, պիտի տուն առ տուն մտնեք։ Հիմա այս ֆոնի վրա կուզեմ դիտարկեք ճիշտ քարոզարշավ է իրականացնում մեր ընդդիմությունը։ Մեր ընդդիմությունը հաջող քարոզարշավ է իրականացնում, կարելի է ավելի ակտիվ լինել, կարելի է մարդկանց հետ ավելի ակտիվ խոսել։ Իհարկե մարդկանց տուն մտնելը անգամ արդեն ձեռ են առնում իրան։ Ես տեսել եմ որոշ վիդեոներ, նա մտնում է բաղնիկ, մարդը ցայվում է եւ այլն եւ այլն։ Այսինքն, այո, սա իհարկե էժանագին մեթոդներ են, բավականին էժան մեթոդներ են, երբ որ մարդկանց ստիպում են, որ այդ գիպնոզը լսեն։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը հիմար չի, մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, ուր հասցրեց մեզ այս մարդը, քանի հարցով մեզ խաբեց այս մարդը։ Նրանք պետք է դա հիշեն։ Ինչ վերաբերում մեր ընդդիմությանը, ես հույսով եմ, որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում եւ կոչ կանե ուղղակի ավելի ակտիվ լինել, մարդկանց հետ հանդիպել, մարդկանց հետ խոսել, չնայած խոսել, հանդիպել, այո, պետք է, բայց այսպիսի ակնհայտ բան,
Այս մարտը եկավ 2018 թվին, երբ որ մենք ունեինք Արցախ, երբ որ մենք ունեինք Մեղրի, երբ որ մենք ունեինք Թավուշի գյուղերը։ Մենք հիմա չունենք ոչ Արցախ, ոչ Մեղրի, ոչ Թավուշի գյուղերը, նա հանձնել է եւ հիմա դեռ ասում է մենք էլի հանձնելու բան ունենք, եթե լսեցիք իր թիմի բաներից անդամներից մեկ, այսինքն Արարատ նա էլի է Միրզոյան, հանձնելու։ այո, Մարդիկ պետք է մտածեն։ Այո, նա գորգորում է, նա փորձում է համոզել, ձեզ էլի գիպնոզի տակ է գցում, բայց դուք պետք է խելացի լինեք եւ ուղղակի տեսեք նա ինչ էր մեզ խոստանում եւ ինչ նա մեզ բերեց։ Եվ եթե դուք ենթարկվեք իր ճնշմանը եւ գնաք իրեն ձայն տակ, դուք փաստորեն գերեզմանակար եք դնում Հայաստանի վրա։ Մենք Հայաստան չենք ունենալու։ Մենք լինելու ենք ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, որից հետո մենք ընդհանրապես անհայտանալու ենք։ Մարդիկ պետք է դա հասկանան եւ իրան չլսեն։ Պարոն Խաչիկյան, հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանն էր եւ հենց Սյունիքում նա հայտարարեց, որ տարածքներ կան, որոնք Հայաստանի տարածքում կան Շատ լավ, տարածքներ, որոնք շատ լավ։ ադրբեջանական, այսինքն զիջումների ներողություն, փուլը շարունակվելու է իրենց Այո, ընտրական հաջորդ օրն իսկ օրը, հաջորդ այո։ օրն Եվ հիմա ես կուզեմ հետևյալ հարցով ամփոփենք մեր այսօրվա հարցազրույցը, որը բավական հետաքրքիր էր։ Տեսեք, իմ դիտարկումը ուզում եմ ձեզ ներկայացնել, հանուն նրա, որ ռուսական զորքը, ռուսական ներկայությունը հեռանար Արցախից, փաստորեն Արևմուտքը Փաշինյանի ձեռքով հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Այո, այդպես էլ կա։ Այո, դուք վերջերս շատ կարևոր մի հարցազրույցից հատված էիք տեղադրել ձեր էջում, Facebook-յան, որտեղ Մակրոնը խոստովանում է այդ մասին իր հայտնի հարցազրույցներից մեկում։ Այդպես էլ ասում է, այո։ Այո, հիմա պարոն Խաչիկյան, հարցս հետևյալն է. այսօր արդյոք նույն process-ը Եվրոպան Հայաստանի հարցում այլևս չի իրականացնում, փաստորեն ցանկանալով ամեն կերպ Հայաստանը պոկել ռուսական դաշտից, ռուսական, ասենք, ուղղվածությունից, նա պատրաստ է Հայաստանը դնել Թուրքիայի կամ Ադրբեջանի, այսպես տիրապետության տակ, հանուն նրա, որ Հայաստանը ուղղակի պոկվի ռուսական ազդեցությունից։ Ինչ կասեք, եւ դա անում է Փաշինյանի ձեռքով, եւ մենք այսօր հենց այդ իրավիճակի ականատեսն ենք։ Այսինքն Արցախի սցենարի կրկնություն մեկը մեկին։ Խնդրեմ սրանով ավարտենք ձեր դիտարկումը ներկայացրեք։ Սա ոչ միայն Արցախի սցենարի կրկնումն է, այլ սա ամբողջ Հայաստանի սցենարի կրկնումն է։ 1878 թվականին արևմտահայությունը դիմեց Ռուսաստանին եւ գերտերություններին, որ իրենց իրավունքները պաշտպանվեն։ Անգլիան ստիպեց, որ Ռուսաստանը դուրս գա արևմտյան Հայաստանից, եւ եվրոպացիները խոսք տվեցին, որ կապահովեն հայերի անվտանգությունը։ Հայերին մորթեցին։ 1920 թվականին Կիլիկիայի մանդատը վերցրեց Ֆրանսիան, մի քանի ամիս հետո կարծեմ պարտություն կրեց Թուրքիայում եւ առանց հայերին զգուշացնելու դուրս եկավ։ Հայերին էլի մորթեցին։ Դրանից հետո թուրքերը մտան արևելյան Հայաստան, Ֆրանսիան եւ Անգլիան առաջի Հայաստանի ղեկավարության, մեր առաջին հանրապետության ղեկավարությանը խոստանում էին աջակցություն, իրենց կոչում էին իրենց դաշնակիցները, որոնք իդեպ այսօր չեն ասում դաշնակից, այն ժամանակ ասում էին։ Եվ երբ Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանը մեզ կիսեցին երրորդ անգամ, մեզ մենակ թողեցին մեր թշնամիների դեմ։ Չորրորդ անգամ նրանք դա արեցին Ղարաբաղում։ Այս անձին համոզեցին, որ հանձնի Ղարաբաղը, մենակ ռուսները դուրս գան։ Մակրոնը բաց ասում է դրա մասին երկու անգամ։ Մի անգամ իր ինտերվյուում 22 թվականին մի հատ էլ Երևանում ասեց։ Նա ասեց, ես մտահոգված եմ, որ այստեղ ռուսներ կան։ Նա մտահոգված չի, որ հայերը կարող են ընդհանրապես անհայտանալ կամ Ղարաբաղից որ էթնիկ զտում է եղել, նա մտահոգված չի, նա մտահոգված է ռուսներով։ Այսինքն Արևմտյան Հայաստան 1, Կիլիկիա 2, Հայաստանի առաջին հանրապետություն 3, Ղարաբաղ 4։ Եթե մենք 5-րդ անգամ չենք հասկանում, թե սա ոնց է արվում, մենք արժանի ենք, որ մեզ հետ վարվեն, ինչպես նրանք կամենում են, որովհետև կա սահման միամտության, ոչ խելացի լինելու, ուրիշ բաներ չասեմ։ Եթե մենք այսքան բանից հետո էլի չենք հասկանում, մեզ ոնց են օգտագործում, ուրեմն մենք արժանի ենք։ Եվ իդեպ ասեմ, որևէ երկիր, որևէ պետություն հրեշտակ չէ, որևէ երկիր հրեշտակ չէ։ Ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ Չինաստանը, ամեն մեկը ունի ղեկավարություն, որը իր ձևով է իր շահերը տեսնում եւ երբ որ իր շահերին համապատասխանում մի բան անում է, եթե չի համապատասխանում չի անում։ Մենք փնտրելով հրեշտակ, մեր ամբողջ պատմությունը մենք ունեցել ենք այս լքված
որփի սինդրոմ։ Մենք մեզ համարել ենք Կովկասում լքված քրիստոնյաներ, որոնք անընդհատ սպասում են, որ մայրիկը եւ հայրիկը Եվրոպայից կգան եւ իրենց կօգնեն։ Այդ սինդրոմից մենք չենք կարողանում հրաժարվել, մեր միամիտ այս աշխարհի պատկերից չենք կարող հրաժարվել, որ կա լավը եւ վատը այս աշխարհում։ Մենք երեխայի պես ենք տեսնում դա։ Եթե մենք 5-րդ անգամ չենք հասկացել, թե մեզ հետ ինչ են անելու, մենք արժանի ենք։ Պարոն Խաչիկյան, մեր որպես հարցազրույցի ավարտ ուզում եմ մի տեղեկատվություն ձեզ փոխանցել եւ ուզում եմ նաեւ իմանալ դուք դա տեղյակ եք դրանից թե չէ, որտեղ շատ ինֆորմացված լինելով հնարավոր է որ տեղեկացված նաեւ լինեք։ Այսպիսի տեղեկատվություն կա, որ մի քանի 100,000-ի հասնող անձնագրեր են պատրաստվել Թուրքիայում, հետո դա բերվել է Վրաստանից հավանաբար արդեն տեղափոխվել է Հայաստան ընտրությունների ժամանակ օգտագործելու համար 25,000 օրինակ ասում է որ այդ թվով ID քարտեր են նաև Թուրքիայում պատրաստվել եւ բերվել Հայաստան ընտրությունների մասնակիցների թիվը ուռճացնելու եւ Փաշինյանի օգտին քվեարկողների թիվը մեծացնելու համար դուք նման տեղեկատվություն ունեք թե ոչ, որտեղ այս ինֆորմացիան արդեն 2 ամիս է պատտվում է, բայց իշխանություններից ոչ մի այսպես արձագանք չկա իշխանության կողմից, պարզ է իրենք չեն ասելու, բայց ես նաև չեմ լսում անհրաժեշտ արձագանք նաև ընդդիմության հատվածում, որտեղ սա լուրջ թվի մասին է խոսքը, 200 քանի հազարի մասին խոսվող անձնագրերի մասին խոսվող լուր է։ Տեղյակ եք։ Ես խոսում եմ միայն փաստերով եւ միայն այն բանի մասին, որը ես տեսել եմ կամ իմ կարծիքն եմ արտահայտում կամ փաստերը, որը ես տեսել եմ կամ բոլորս տեսել ենք։ Ես այդպիսի փաստ չունեմ, եթե դա իսկապես տեղի ունենում, պետք է ներկայացվել ապացույցներ, պետք է ապացույցներ գտնել, դա ներկայացնել։ Իհարկե այս իշխանությունը որևէ բան չի անի, պետք է դա ներկայացնել, ասենք միջազգային ինչ-որ կազմակերպություններ, որոնք իհարկե գտնվում են Եվրոպայի եւ Արևմուտքի ազդեցության տակ, որոնք իհարկե իրենց աչքը կփակեն, եթե այսպեսի բան լինի։ Մենք պետք է պատրաստվենք, որ սրանք ամեն ձևով կեղծելու են ընտրությունները։ Նախ ասել եմ, որ ցուցակներով մարդ են բերելու, ավտոբուսներով ստուգելու են ով ոնց է քվեարկել։ Հիմա արդեն դպրոցներում, աշխատատեղերում մարդկանց սպառնում են, ասում են, որ դուք պետք է այսպես քվեարկեք, ձեր ընտանիքի անդամները պետք է այսպես քվեարկեն։ Սպառնում են, մատ են թափ տալի։ Ես դրա այդ փաստերը ես լսել եմ։ Ոչ թե փաստ, այլ այդ բաները ես լսել եմ, խոսակցությունները ես լսել եմ սրա մասին։ Հետո այդ լույս անջատելը, հետո կարա ուրիշ ձևեր կան մանիպուլացնելու այդ քվեաթերթիկը, ուրիշ ձևեր կան։ Պետք է պատրաստվել դրան եւ թույլ չտալ որ դա լինի։ Եվ հույսը մի դրեք եվրոպացի դիտորդների վրա, որովհետեւ նրանց հրաման է տրվելու ամեն ինչ արդարացնել, ոչինչ չտեսնել եւ բոլոր վերահսկող այդ օրգանները, որոնք վերահսկելու են ընտրությունները, նրանք բոլորը այնտեղ բոլորը քպեականներ են։ Այսինքն սա բռնապետություն է։ Սա Սադամ Խուսեյնի ընտրությունն է։ Այնուամենայնիվ, մենք պետք է բոլորս գնանք, քվեարկենք եւ թույլ չտանք, որ լինի կեղծիք։ Իսկ դրանից հետո, եթե մեր ժողովրդի ինչ-որ զգալի մասը ելի ուզում է, որ այսպես շարունակվի, թող լինի իրանց ուզածը։ Ես չեմ կարող, մազերս արդեն սպիտակում ա մինչև վերջ։ Ես չեմ կարող անընդհատ պայքարել այն 680,000, դե հիմա 680,000-ն չի ունենա։ Իր ռեյտինգները շատ են ընկել։ Երևանում տեսակ, նա շատ էր ընկել թիվը։ Երևանի քաղաքապետի ընտրություններում նա պարտվեց։ Գյումրիում նա փաստորեն ի վերջո պարտվեց, մինչև բանտարկել այդ մարդու եւ փարակարում էլ չգիտես ինչու վենդետա առաջացավ հենց ընտրություններից հետո։ Այսինքն հետաքրքիր է, մարդ են սպանում, մարդ են ձերբակալում, մանիպուլացնում, կոմպրոմատներ, սա շատ կեղտոտ բռնապետություն է, շատ կեղտոտ։ Ցավոք սրտի մեր եվրոպական ընկերները ունենալով 15 դեմք դա չեն տեսնում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեզանից կախված է, պետք է գնանք ընտրությունների եւ ցանկացած մարդուն, որը չի կործանելու Հայաստանը, ընտրենք։ Այո, շնորհակալ եմ ձեզանից, դուք ճիշտ եք նկատում, ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության 2026 թվականի մայիսի 13-ի հայտարարությունը վկայում է հենց այդ լռության մասին, որտեղ նրանք ավելի շատ քննադատական խոսք կար հայ առաքելական եկեղեցու, քան Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների, հայհոյախոսությունների մասին։ Եվ մեր հույսը, դուք ճիշտ եք, մեր ընտրողն է, հայ ժողովուրդն է, ինքն իր վրա պետք է հույսը դնի։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, ինչպես միշտ հետաքրքիր բովանդակալից ձեր հարցազրույցի համար, ինձ մնում է վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ ես տեսակապով զրուցում էի քաղաքագիտության դոկտոր Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանների իմ հյուրը, լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։